կապալած դուք եք կձե, դուք եք որ թախել եք, ռոբը։ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճած կնոջը փորձում են հեռացնել աշխատանքից, նա հրաժարվել է ազատման դիմում գրել։ Սպառնում եմ կոնկրետ, սպառնում եմ, ասում եմ, ես դες սատկացնելու եմ ու ծնկի եմ բերելու, ես դες կզծնելու եմ։ Ամեն ինչ կամ ոչինչ խաղամոլի տրամաբանությամբ քաղաքական վաբանկ է գնում Նիկոլ Փաշինյանը։ Կիևը Մոսկվայի, Մոսկվան Կիևի թիրախում վերջին փամփուշտներն են կրակում ռուսներն ու ուկրաինացիները պատերազմի վերջնական ավարտից առաջ։ Մխիթարյանի 900-րդ խաղը ֆուտբոլի հայ լեգենդը կարիերայի փառքի գագաթին է եւ առաջիկա օրերին կհայտարարի ֆուտբոլային իր ապագայի մասին։ Երևանում ժամը 19-ն է, բարի երեկո սիրելի հայրենակիցներ, ուղիղ եթերում ձեր սիրելի հաղորդումն է իրականում ու պարզ։ Կաղավարում են Դավիթ Գենջոյանը եւ Տարոն Կողլիկյանը։ Ողջույն հարգելի հետևորդներ, նախքան անոնսված թեմաներին անդրադառնալը հիշեցնեմ, որ մեզ ուղիղ եթերով կարող եք դիտել 21 TV News-ի YouTube-յան ալիքում, 21 TV-ի Facebook-յան պաշտոնական էջում, ինչպես նաեւ հետևեք մեր հարթակներին, որպեսզի լինենք կապի մեջ։ Աշխատանքից փորձում են հեռացնել Նիկոլ Փաշինյանի հետ այսօր բանավիճած կնոջը, բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ գինեկոլոգ Արփինե Սողոյանին, որն այժմ աշխատում է 16-րդ պոլիկլինիկայում։ Ըստ հրապարակի տեղեկության պոլիկլինիկայի տնօրենը զանգահարել է նրան եւ ասել ազատման դիմում գրիր, կինն էլ պատասխանել է ազատման դիմում չի ներկայացնելու։ Իդեպ քիչ առաջ Արփինե Սողոյանի փաստաբան դուստրը Տաթև Սողոյանը հաստատել է տեղեկությունը, որ նրա մորը եղել են հորդորներ սեփական դիմումի հիման վրա ազատվել։ Ես չեմ ուզում թիրախավորել կամ քննարկման առարկա դարձնել, թե ում միջոցով եւ այլն, ամեն ինչ իր պատասխանը կստանա, երբ որ ունենա իրավական հստակ ձևակերպում, ասել է կնոջ փաստաբան դուստրը։ Դավիթ, ես ուզում եմ հիշեցնել, թե ինչպես սկսվեց ամեն ինչ, կինը մոտեցավ Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ շնորհակալ է Աստծուն, որ հնարավորություն ունի հանդիպել Նիկոլ Փաշինյանին եւ իր սրտի խոսքը ասել։ Եվ այն սրտի խոսքը, որը նա ասաց, բնականաբար դուր չեկավ Նիկոլ Փաշինյանին, որովհետև նա Փաշինյանին մեղադրեց իր հայրենիքը գողանալու համար, մասնավորապես խոսքը Արցախի մասին է, իր ուրախությունը գողանալու համար, սա կնոջ ձևակերպումներն են։ Խոսեց Արցախի հանձնման մասին, խոսեց մեր հազարավոր երիտասարդ զոհերի մասին ու ինչ-որ մի պահի Նիկոլ Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը ու թե ինչ տեղի ունեցավ հետո առաջարկում եմ դիտենք։ Ռոբին սատկացնելու եմ, կարուգացինել եմ սատկացնելու եմ, կապալած դուք եք կձե, դուք եք որ թախել եք, ռոբը, մի րոպե, արի մի րոպե մի գնա, ռոբը Սերջը և մյուսները, ովքեր, մի րոպե, հանգիստ, ես ձեզ լսեցի, դուք են ինձ լսեցի, ես ձեզ լսեցի։ Ես պարզապես ուզում եմ ասել շատ կարևոր մի տեղեկություն, Փաշինյանի հետ խոսող կինը Արփինե Սողոյանը 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է։ Հետաքրքիր է, որովհետև քաղաքական առաջնորդը երբ հանդիպում է զոհվածների կամ անհետ կորածների հարազատներին, ինչպիսիք օրինակ Արփինե Սողոյանի դեպքում է, այդտեղ բախվում է նրա քաղաքական փրկչի կամ արդարադատության մարտիկի այդ կերպարը եւ բախվում է դաժան իրականությանը։ Այդ կանանց այս կնոջ օրինակ հենց ներկայությունը կենթանի հիշեցնում է կամ ավելի վաղ զոհվածների ծառայողների ծնողների ներկայությունը հիշեցնում է, որ պատասխանատվության մասին, որը կարծես թե չեն ցանկանում ընդունել եւ ցանկանում են ապապատվիրակել, չկարողանալով մարսել այդ ինֆորմացիան եւ այդ դիսոնանսը, առաջնորդները կորցնում են հիմնականում իրենց ինքնատիրապետումը, ինչը մենք տեսնում ենք։ Սա այստեղ կա ոչ միայն այս հոգեբանական տեսանկյունից միայն այս կոգնիտիվ դիսոնանսի մասին չէ խոսքը, այլ նաև կա պաշարված ամրոցի նման քաղաքականության մաս, այնտեղ նրան ցանկացած քննադատող կամ այլախոհ հիմնականում դիտարկվում է որպես ուղղորդված կամ ինչ-որ արտաքին ազդեցության պատճառով, այսինքն չի ընդունվում այլախոհներին, համարվում է հոգեբանական այդ պրոյեկտով համարվում է ուղղորդված, ուղղակի եւ հնարավոր չէ, որ նրանք սխալ լինեն։
խոսք իշխանության մասին է, իսկ այդ դեպքում իշխանությունը հրաժարվում է ընդունել իր մեղքի բաժինը եւ հանրային, եթե դա ընդունի էլ ուրեմն կստացվի, որ նա ընդունում է իր լեգիտիմության խալխլումը, որը բավական ծանր կարող է լինել իշխող ղեկավարության համար, հատկապես ընտրություններից առաջ, եւ աֆեկտիվ ագրեսիայի մասին խոսեմ, դա ինքնապաշտպանական ռեակցիա է, մենք առաջին անգամ չենք տեսնում ղեկավարության կողմից, երբ որ հնչում են պահանջներ կամ ուղիղ ինչ-որ արտահայտություններ, որոնք դուրեկան չեն իշխող ուժին, հիմնականում նախարարցակ կերպով հոգեբանորեն ճնշվելուց հետո, որ չունեն պատասխան տրամաբանական կամ հանգամանալից, ագրեսիվ եւ նման հայտարարություններով, ինչպես տեսանք, հայտարարություններում նշվեց բոլոր ղեկավարների մասին, որ նրանց պետք է հաշվեհարդար տեսնվի, սակայն խնդրի մասին կամ կարեկցանքի խոսք չկա, որովհետեւ եթե խոսքը ուղղակի կարեկցանքի խոսք է հայտարարում, ցանկալի կլինի վերաբերմունքն էլ տեսնել նմանատիպ, որովհետեւ եթե բանավոր կերպով ասեմ, ես քեզ շատ հարգում եմ, ապա բղավեմ քեզ վրա, տարակուսան կառաջացնի ամենայն դեպս։ Եվ բժիշկ կնոջ հետ հանդիպումից վրդովված, երբ Փաշինյանը շարունակում է ճանապարհը, նրա առջև դուրս է գալիս մեկ այլ կին, որի մասին տեղեկություններ չկան, թե նա ով է, երևի շարքային քաղաքացի, եւ Փաշինյանին հորդորում է ավելի կոռեկտ լինել քաղաքացիների հետ շփումներում, հետևել բառապաշարին, հատկապես երբ նրա առջև կանգնած է կին։ Առաջարկում եմ լսենք։ Ժողովրդի հետ խոսալիս փոխեք այդ տոնը։ Որ տոնը։ Այդ կանանց վրա հարցակում է։ Կանանց վրա հարցակում Ես չկա։ տեսել եմ YouTube-ն էլ է ցույց տալիս աղա։ Կանանց վրա ոչ մի հարցակում չկա, հարցակում կա։ Ես կանանց հարգում եմ, որ բոլոր քաղաքացիներին են հարգում։ Ես այդ հարգանքը չեմ տեսնում դեր։ Ես հարգում եմ ձեզ, ես հարգում եմ ձեզ։ Այդ ձևերն էլ արդեն չի անցնում։ Խնդրում եմ ձեզ, ձեր լեքսիկոնի վրա աշխատեք։ Ես աշխատում եմ, Աշխատեք շատ աշխատեք։ Որ այո, մարդիկ ձեզ տեսնելիս Դեպքերը, որ անգամ այս դեպքում Փաշինյան շարունակում է բանավեճը։ Այո։ Այնինչ պարզապես կարելի է կամ ոչինչ չասել, լսել կնոջը անցնել կամ չգիտեմ, ներողություն խնդրել անցնել, բայց նա միևնույն է շարունակում է բանավիճել, խոսել։ Հատկապես երբ նշվեց, որ շատ հարգում է, իսկ եթե մարդուն հարգում ես, կարծիքն էլ պետք է հարգես, միայն քո ուզած բաները չպետք է լսես, այլ ընդունես ճիշտ դիպուկ այն մտքերը, որոնք կարող են օգտակար լինել հենց քեզ համար։ Այստեղ ես տեսնում շատ վտանգավոր քաղաքականություն, կարծես թե իշխանությունը գնում է վաբանկ եւ կատարյալ բևեռացում է տեղի ունենում, որովհետեւ տեսանք թե տեսանյութերում, թե առհասարակ այս ընթացքում ինչպես է թիրախավորվում Արցախահայերը եւ նշվում թե Արցախի բարբարի մասին, թե Արցախահայերի եւ նշվում է երկրորդ նախագահի մասին, որը ինքն էլ Արցախից է, այստեղ այս բևեռացումով կարճաժամկետ խնդիր այո կարելի է լուծել, այդ վախի, ինչպես ավելի վաղ նշել էի, վախի կամ ագրեսիայի կամ այլ խնդիրներ առաջ բերելով մարդիկ գնում են ընտրության ոչ թե ապագայի համար, այլ վատի եւ վատագույնի, այսինքն ասում են ներկան վատ է, բայց անցյալի այն վախերը ավելի վախենալու են եւ նման քաղաքականությունը չի բերի հետագա եւ հեռանկարային արդյունք, ինչումն է ասածս, որովհետեւ եթե բառակտվի երկիրը, այդ ժամանակ հիմնականում օգտվում են թշնամի եւ հարևան երկրները, հիմնականում պատերազմներում պարտվում են այն երկրները, երբ որ նրանք բառակտված ժամանակում հարձակման են ենթարկվել, այսինքն ղեկավարությունը չի կարողանում համախմբել ժողովրդին եւ զորքերը, որ կարողանան պաշտպանվել բավարար չափ, այսինքն այս քաղաքականությամբ կարճաժամկետ իշխանության գալը, բայց հետագայում կորցնել երկրի օրինակ իշխանությունը կամ ինքնիշխան իրավիճակը կամ կորցնել որևէ կարգավիճակ, դա անթույլատրելի է, ցանկալի կլիներ մեր ցանկացած ղեկավարություն եւ ընդդիմության ներկայացուցիչներին պային սառնասրտությունը եւ դիտարկեին ոչ թե կարճաժամկետ միայն այսօրվա կամ վաղվա համար, այլ հեռանկարի, որովհետեւ մենք դեռ պատրաստվում ենք ապրել մեր երկրում եւ ցանկանում ենք որ լավ լինի։ Եվ մենք սահուն անցնենք մեր հաջորդ թեմային, որը ուղիղ կապ ունի մեր առաջին թեմայի հետ, վայրկյաններ անց կքննարկենք։ Աննախադեպ քանակի ատելության խոսք է բաց թողել այսօր Նիկոլ Փաշինյանը Երևանի փողոցներում քարոզարշավի ընթացքում, տպավորություն է, որ ինչպես դու ասացիր, Փաշինյանը վաբանկ է գնում ու ամեն ինչ դրել է խաղասեղանին, որպեսզի հասկանաք, թե ինչ տեսակ ատելության խոսքի մասին է խոսքը, սիրելի հայրենակիցներ, ստիպված ենք մի քանի օրինակ ցուցադրել, նախապես ներողություն ենք խնդրում եւ հորդորում երեխաներին հեռացնել հեռուստաէկրանների առջևից, առաջարկում եմ լսենք Փաշինյանի այսօրվա հայտարարություններից առաջինը։
Չոքցնելու եմ սաղիդ, հատ մասկեկները կողելու եմ համապատասխան տեղերը։ Եթե նկատեցիք Փաշինյանի մեջքին, թիկունքին կանգնած էր առողջապահության կին նախարարը Անահիտ Ավանեսյանը եւ գլխի հավանություն էր տալիս նրա ասացներին, մենք հիմա կարող ենք այդ կադրերն էլ տեսնել, թե ինչպես է Ավանեսյանը թե խոսքով ասում, որ այո Փաշինյանի ասացներին եւ նաեւ գլխով հավանություն տալիս, սա իսկապես բացառիկ մի իրավիճակ է կարծես թե, որովհետեւ ենթադրվում էր, որ գոնե պետք է զսպվածություն պահել, որովհետեւ ակնհայտ է, որ ատելության խոսք է հնչում, ակնհայտ է, որ որևէ կերպ այդ ատելության խոսքը արդարացնելը հնարավոր չէ, բայց արի ու տես, որ կին քաղաքական գործիչը առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը կարող է հաշտ լինել նման բառամթերքի հետ եւ ուղղակի այսպես իր աջակցությունը ցույց տալ նման խոսքին, նման խոսելավոճին չգիտեմ, այսօր նաև հայտարարություն է տարել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, մասնավորապես նշվում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանք, անհանդուրժողականություն, բռնություն քարոզող եւ հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորում, այսպես շատ արևմտյան ՀԿ-ների ոճով հայտարարություն է, այո, որևէ կոնկրետ, որևէ հասցեագրում չկա, թե ում մասին է խոսքը, ինչի համար է այդ հայտարարությունը արվել, որ դեպքի մասին է խոսքը, այսպես մի հայտարարություն, որը կարելի է ամեն օր էլ անել, եթե անգամ ինչ-որ մի խաղաղ օր, երբ օրինակ Նիկոլ Փաշինյանը չի հայտնվել որևէ տեղ քարոզարշավի։ Եվ վերջում էլ ավելացնել հորդորում ենք կողմերին պահպանել կոռեկտություն։ Այո, սա իսկապես աննախադեպ մի բան է, որ Փաշինյանը անգամ լրագրողների ներկայությամբ եւ նրանց հետ զրույցում իրեն չի զսպում եւ շարունակում է այդ ատելության, բռնության խոսքը, առաջարկում եմ այդ հատվածն էլ լսենք մեր գործընկերների հետ զրույցի։ Իրանց սպառնում եմ կոնկրետ, սպառնում եմ, ասում եմ Կալուգացի օլիգարխին, Ծառուկյան Գագոին, Քոչարյան Ռոբերտին, ոտերի տակ ընկնող Սերժին սպառնում եմ կոնկրետ, սպառնում եմ, ասում եմ, ես ձեզ սատկացնելու եմ ու ծնկի եմ բերելու, ես ձեզ կզծնելու եմ։ Հավանաբար, եթե հիմա դատախազությանը հարցում ուղարկենք, թե ինչու որևէ իրավական հետևանք չկա նման հրապարակային ցուցմունքներին, խոստովանությանը, որ մարդը սպառնում է, նրանք կասեն, որ հաղորդում չկա հանցագործության մասին, այդ իսկ պատճառով չկա նաև որևէ իրավական հետևանք, որևէ գործ։ Կամ քաղաքական հայտարարությունները։ Կամ քաղաքական հայտարարությունները մենք արդեն 8 տարի է սովորենք 2018-ից սկսած լսել, որ երկրի ղեկավարը կարող է հարթակից նման ոճով խոսել, իր ընդդիմախոսներին պարկեցնել ասֆալտին, պատերին ծեփել, մի խոսքով ամեն տեսակ բռնության կոչեր անել եւ ուղղակի շարունակել լինել երկրի ղեկավար, որովհետեւ ուղղակի այդպես է եւ անպատիժ է ու վերջ։ Ինչպես ես սիրում եմ անել, շտապեմ հիասթափեցնել, դա նոր չի աշխարհում։ Նախ խոսենք խաղաշխատողների մասին, երբ որ ներկայությամբ դրանց հայտարարություններ լինում եւ ուղղակի համաձայնություն է ուղղակի լինում, դա կարող է ազդակ լինել ընդհանուր համակարգին, որ եթե համաձայն չես ղեկավարի հետ, ապա կարող է շատ հեշտ կորցնել քո աշխատանքը, այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել այս ամենը, որովհետեւ գրեթե բոլորը արդարացնում են այդ ռետորաբանությունը եւ չի հնչում որևէ զսպող կամ գոնե ներողություն մոտ ինչ-որ արտահայտություններ, հիշեցնեմ, որ հայտնի փիլիսոփաները այս ամենի մասին դեռ բավական ժամանակ առաջ խոսել են, հենց բոլոր բռնապետների սիրված Մաքիավելին հայտնել է եւ գրել է իր գրքում, որ տիրակալի համար լավ է, երբ որ իրենից եւ վախենում են եւ սիրում են, բայց ավելի ցանկալի է, երբ որ միայն վախենում են, սակայն այդտեղ միանգամից Մաքիավելին իրեն ավելացնում է եւ հակասում եւ նշում, որ տիրակալը պետք է այնպես անի, որ վախ ներշնչելով հանդերձ խուսափ
չափի ատելությունից, որովհետև ատելությունը շատ արագ կարող է իշխանափոխության բերել, որովհետև այն առաջացնում է ագրեսիա, որը չի կառավարվում։ Ցանկալի կլիներ մեր ողջ քաղաքական գործիչները ընթերցեին եւ ուշադիր ընթերցեին այդ ամենը եւ կարողանային քաղաքականությունը բալանսավորված անել եւ պահին վերջը արգանքի եւ կոռեկտության սահմանները, որովհետեւ եթե մեղադրանքներ հնչում են նախկին ղեկավարներին, ապա այդ ամենին ավելացնել մյուս քաղաքական ներկայացուցիչներին զարմանալի է, որովհետեւ չեն եղել օրինակ քաղաքական գործիչ այդ ժամանակահատվածում եւ ցավալի է տեսնել, թե ինչպես է արժեհամակարգը փլուզվում մեր աչքերի առաջ։ Դավիթ, գիտես, երբ Փաշինյանին մոտենում են քաղաքացիները եւ ոչ նրա սրտից հայտարարություններ անում, Փաշինյանը նրա շրջապատը միանգամից դա ներկայացնում են որպես ուղղորդում, ինչ որ մեկը քաղաքացիներին ուղարկել է այդտեղ, այսպես ճակերտների մեջ սադրանք անելու, Փաշինյանին նյարդայնացնելու, նրա քարոզարշավը, այսպես քարոզարշավի վրա ստվեր նետելու, բայց ակնհայտ է, որ կա հասարակական մեծ դժգոհություն, որովհետև իսկապես տեղի են ունեցել Հայաստանի պատմության, մեր հայրենիքի պատմության համար աննախադեպ իրադարձություններ այս 20 թվականից այս կողմ ամենայն դեպս եւ անհնար է որ չլինի այդ հանրային բողոքը, հանրային ընդվզումը այն ամեն ինչի նկատմամբ ինչը որ ապրել ենք, ինչի միջով որ անցել ենք եւ շարունակում ենք անցնել։ Եվ այսօր այս ուրեմն լրագրողների հետ այդ զրույցից հետո Փաշինյանին հանդիպում է մի երիտասարդ աղջիկ եւ նորից նրան հիշեցնում արդեն իր հայտարարությունները, որ Փաշինյանն էր ասում օրինակ, որ կարող էր Արցախի շուրջ լինել նույն իրավիճակը, բայց առանց զոհերի։ Եվ Փաշինյանը նորից հունից դուրս է գալիս, իհարկե այս դեպքում ոչ այդքան որչափ առաջին դեպքում, բժիշկ կնոջ դեպքում, հավանաբար նաև այն պատճառով, որ աղջիկ ուղղակի ասելիքը ասում է ու հեռանում է։ Ես առաջարկում եմ այդ հատվածն էլ դիտենք։ Ես 5000 հոգու մաման պատճառ Ասում եմ կներեք։ Թեկուզ լավ ձեր ասածիվը, թեկուզ ձեր ասածիվը։ Ես անմեղ երեխեքի մաման պատճառ։ Անմեղ երեխեքի Ես ուրախ եմ։ Անմեղ մի րոպե, ես ուրախ եմ, որ ես պարզ ճակատ եմ։ Ես ոչ մի անգամ ձեզ քվե չեմ տվել, ու իմ ձեռքերը այսօր արյունոտ չեն։ Ես ձեզ հետ մասնակից չեմ եղել ու ես շատ ուրախ եմ։ Մենակ ես դրա համար ես շատ Մի րոպե, բայց նախքին հազարավոր արյուն ժողովուրդը ձեզ ատում է, գնալու փոխարեն դուք նորից դուրս եկեք քարոզարշավ եք։ Ժողովուրդը ատում է, ո՞նց եմ ես քարոզարշավ անում։ Ո՞նց եմ քարոզարշավ։ Ո՞նց եմ անում։ Ո՞նց։ Կլսեք։ Ինչպես նշեցի, դա պաշարված ամրոցի այդ սինդրոմն է, որտեղ ցանկացած այլ կարծիք ավելի հեշտ է ընդունել որպես թշնամի կամ ուղղորդված, քան ընդունել որպես դիպուկ քննադատություն, եւ ինչպես տեսնում ենք, տիրապետումը կորցրած ղեկավարի կերպար տեսանք մենք այժմ, եւ դա հենց թուլության անհերքելի ապացույց է, որովհետեւ ուժեղ մարդը չի կորցնում իր ինքնատիրապետումը, եթե ինքը հաղթողի եւ ուժի դիրքերից է, եւ սա վտանգ է ոչ միայն մեր ներքաղաքական իրավիճակի համար, այլ արտաքին քաղաքականության համար, որովհետեւ լեգիտիմությունը կորցրած եւ ինքնատիրապետում չունեցող ղեկավարի հետ խոսում են արտաքին ղեկավարները այլ կերպ եւ ուլտիմատումի լեզվով, ոչ թե հաշվի են նստում, ցանկալի չի լինի մեր ներքաղաքական այս խնդիրները արտացոլվի նաեւ մեր արտաքին քաղաքականության վրա, որովհետեւ դա պատիվ չի բերում առասարակ Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Փաշինյանին այսօր փողոցում մոտեցել է նաև Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը, նրան ովքեր որ գիտեն նրա գործունեության մասին դեռ սկսած Արցախից, նա միշտ հանդես է եկել Արցախի ղեկավարությանը սուր քննադատելով, թե Բակո Սահակյանի իշխանությանը, թե Արայիկ Հարությունյանի իշխանությանը, եւ այսօր էլ նա քննադատում է, շատ սուր քննադատում է Փաշինյանին ու նրանց միջև զրույցն էլ մի պահ շատ լարվեց ու պարզապես Փաշինյանի թիկնապահները եւ Փաշինյանի այսպես նրա հետ քայլող մարդիկ ուղակի այսպես գցեցին իրենց արանքը ու հեռացրին Օսիպյանին։ Ես առաջարկում եմ այդ կադրերն էլ դիտենք։
Իր ասելով չի։ Մի քիչ ցածր խոսացեք։ Դե մի եկեք ցածր Դեմը ոչ ցեշ կա, ոչ քոչարան, որ տենց կեղտում խորված ունի, դուք եմ մատ թափտակ։ Այո, չեք կառուցել, չեք կառուցել։ Մեզ դրով մեզ դաշտատարոցել, ինգերով տարեմ։ Դուք ես Այետես։ Ձերները թլի Այո, համաձայն ենք։ Թող ռադն է։ Հավերեն եք ստու, կարա։ Եկել եք մատաղտանը, ռապեր, ով եք դու կարա, Արտուրը սկարնեմ, գնող են պանին ես տովել Արտուրը, գնայք զողվեիք մեր երեխեքի տեղը, Արտուրը սպյանն եմ, թալան չի աննասում ես։ Ես կրկին ներողություն եմ խնդրում, ենք աշխատում ենք ուղիղ եթերում եւ այս բանը ունենք տեխնիկական հնարավորություններ ոչ եթերային արտահայտությունները չհեռարձակելու համար, պարզապես նշեմ, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Արթուր Օսիպյանը, նրա հեռախոսը անջատված է, հարազատները նրա գտնվելու մասին որևէ տվյալ չունեն, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը եւ շատ այսպես այս մի հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը պարզապես չէր կարողանում հանգստանալ եւ նա շարունակում էր իր այսպես ատելության խոսքը ուղիղ եթերում իր Facebook-յան էջում եւ ասում էր, որ այլևս որևէ մեկը ինձ Արցախի թեմայով թող չփորձի մոտենալ, այլապես մենք նրանց կշպրտենք, կհանեմ, կշպրտեմ, այսպիսի ձևակերպումներ էր անում Փաշինյանը շատ նյարդայնացած էր ու երբ մի փոքր կարծես թե հանգստացավ, առաջ գնաց, շարունակում էր քարոզարշավը, նրա ճանապարհը կտրեց մի դպրոցական աղջիկ ու Փաշինյանին այս անգամ հիշեցրեց նրա հայտնի արտահայտությունը Շուշիի մասին, մեր Բերդաքաղաքի մասին, թե Շուշին դժբախտ էր ու դժգույն, ինչպես որ Փաշինյանն էր ասում, լսենք նաև այդ հատվածը։ Շուշին դժբախտ դժգույն քաղաք է, ուզում հասկանամ, հիմա ո՞նց հասկանաք։ Արփի ջան, այդ թեմայի մասին այնքան խոսել են։ Խնդրում եմ, Իմ երկիրը ծախել է, դուք իմ տունը ծախել եք, իմ Արցախը։ Որտեղ ես ապրել եմ։ շատ լավ, բալիկա։ Կմեծանաք կհասկանաք։ Ես արդեն հասկանում եմ, որ ես հասկանում եմ, թե այսքան ժողովուրդն է հասկանա, որ դուք ծախել եք Արցախ։ Սիրտ մաշող կադրեր ու տեսարաններ այն ամենից հետո ինչ որ կատարվել է Արցախում, դու դեռ ասում ես, որ ինչ որ մեկին սիրում ես։ Այո, թաքնված թշնամանքի եւ վրեժխնդրության քաղաքականությունը կարծես թե դուրս եկել ջրի երես եւ բացահայտ է այդ ամենը տեղի ունենում։ Այստեղ արդեն տեսնում ենք քաղաքական դիսկուրսը կառուցվում է ոչ թե արարման եւ ապագայի տեսլականի հիման վրա, այլ անցյալում մեղավորներ փնտրելու եւ նրանց ոչնչացնելու մոլուցքի, որը ինչպես նշեցի ավելի վաղ ոչ մի լավ տեղ մեզ չի տանում։ Եվ հետաքրքիր է, որ Հայաստանում գործող բազմաթիվ հասարակական կազմակերպություններ կան, մենք գիտենք, որոնք շատ ակտիվ էին հատկապես մինչև 2018-ի հեղափոխությունը։ Եվ հիմա նրանք որևէ կերպ
չեն արձագանքում նրան ինչ որ տեղի է ունենում այս հետ այս քարոզարշավի ընթացքում։ Փաշինյանից բացի բռնության կոչերով հանդես են գալիս նաև նրա թիմակիցները հրապարակային եւ նրանցից ամենակարկառուններից մեկը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բառացիորեն 3 հայտարարում էր, նա լոռիում է քարոզարշավի եւ նույնպես այսպես իր ընդդիմախոսներին ֆիզիկական բռնությամբ էր սպառնում, ես չմեջբերեմ նրա խոսքերը, հիմա մենք կարող ենք լսել։ Եթե այժմ վարքագիծը շարունակվեց, մենք շարունակելու ենք տրորելով անցնել ձեր վրայով։ Եվ Պապիկյանի, Փաշինյանի այս սպառնալիքները իրենց ընտրություններում, իրենց մրցակիցների հասցեին անպատասխան չեն մնացել, մասնավորապես ուժեղ Հայաստանից Նարեկ Կարապետյանն է արձագանքել Սուրեն Պապիկյանին, լսենք Կարապետյանի խոսքից մի հատված։ Դուք մի քիչ գլուխ եք գովացել, ոտնատակ մարդու չեք կարող անեք, դուք կարաք մենակ բռնել տակ մարդու, հետի կարաք, հետի բան չունեմ ասելու, բռնել տակ կարաք, ոչ մեկ չի քննարկում հետի, ուրիշ բան չեք կարող դուք անեք։ Նաև Բարգավաճ Հայաստանի ղեկավար Գագիկ Ծառուկյանն է արձագանքել Փաշինյանի այսօրվա հայտարարություններին, առաջարկում եմ դա լսենք։ Մեր վարչապետը ջղայնանում է, ներվայնանում է, որտև ասելու բան չունի ժողովուրդ։ Ինչպես տեսնում եք, ընդդիմախոսները լարված չեն, նյարդայնացած չեն, շատ հանգիստ են արտահայտվում եւ իրենց խոսքերում էլ շատ զուսպ են, Ծառուկյանը դիմում է վարչապետ, մեր վարչապետ արտահայտությամբ։ Ընդհանրապես կարծում ես, որ առաջիկայում ավելի կսրվի Փաշինյանի այսպես նախընտրական արտահայտությունները, խոսքը, թե մենք ավելի այսպես դեպի անկում կգնանք այդ առումով եւ մի փոքր նաեւ կլսենք նրա ծրագրային ելույթները։ Կարծում եմ չենք այդքան երջանիկ չենք լինի տեսնենք եւ հասկանանք ինչ է տեղի ունենալու վերընտրվելուց հետո, եթե դա տեղի ունենա։ Հաշվի առնելով այն տեսանյութը, որ հրապարակեցին, որտեղ թիրախավորվեց Արցախահայերը, անհասկանալի տեսանյութ էր, որտեղ ասվում էր, որ ինչ որ սպանության կոչ է այնտեղ հնչել, զարմանալի է թե ինչու է այժմ հնչում, որովհետև ավելի վաղ կարող էր այդ ամենը ինչ որ կերպ ընդունվել հասարակության կողմից։ Հիմա կասկածներ կան, որ Դոնալդ Թրամփի քաղաքականության կարծես արտապատկերումն է մեր երկրում եւ ես չեմ օրինակ զարմանա, եթե ինչ որ բեմադրված մահափորձի ինչ որ տեսարան տեսնենք, արդեն կրկին թիրախավորելով մեր Արցախահայերին կամ առասարակ ինչ որ մեր մարզերից որևէ ներկայացուցիչների, ես չեմ հավատում, անկեղծ ասեմ, այդքան լավատեսական չեմ եւ ես իմ ցանկությունը ուղղակի հայտնեմ, որ ցանկալի կլիներ, որ ընդդիմությունը ավելի ռացիոնալ շարունակեր հանգիստ կերպով ներկայացնել ապագայի տեսլականը, որովհետև միակ միջոցը հաղթելու նման էմոցիոնալ քաղաքականությանը չտրվել այդ ամենին եւ որևէ առիթ չտալ այդ քաղաքականությանը, որովհետև կհավասարվեն արդեն այդ հարթությանը եւ այնտեղ չեն կարողանա պայքարել արդեն իր դաշտում գտնվող անձնավորության հետ։ Իսկ իրավական տեսանկյունից ցանկալի կլիներ, որ ոչ միայն ընդդիմությունը ստանար իր պատիժը ինչ որ քայլերի համար, այլ նաև իշխանությունը ստաներ գոնե որևէ զգուշացումներ, որովհետև այդ ամենը չենք տեսնում։ Նման է կարծես Եվրոպայի քաղաքականությանը, որ օրինակ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունում Ռուսաստանին միանգամից զրկեցին բոլոր եվրոպական միջազգային կառույցներում մասնակցությունից, սպորտից, մշակութային արարողություններից, միջոցառումներից, իսկ Իսրայելի կատարած ցեղասպանությունը, որը ճանաչվեց հենց ցեղասպանություն ՄԱԿ-ի կողմից, այդպես էլ չտեսանք Եվրատեսիլում է մասնակցում Եվրամիության նիստերին, նույնիսկ դիտորդի կարգավիճակով լինում եւ ֆուտբոլի հավաքականը ամենտեղ խաղում է, ցանկալի չէր լինի նման քաղաքականություն տեսնել, ցանկալի կլիներ արդար կերպով ամեն բան լիներ, որովհետև շարունակելու ենք ապրել միմյանց հետ, իսկ իշխանությունները հաստատ հավաստիացնում են, որ փոփոխվող են։ Դե մենք ընդհանրապես վերջին տարիներին ապրում ենք երկակի ստանդարտներով գործող աշխարհում եւ միակ բանը, որ այս պահին որևէ ռեալ արդյունք կարող է տալ, դա ուժն է։ Եթե դու ուժեղ ես, դու կարող ես խոսել ուժի դիրքերից եւ մնալ ստաբիլ մի վիճակում։ Եթե ոչ, ապա
քո մոտ կարող են սկսվել քաոսներ, որոնք քո երկիրը անընդհատ ինչ որ նոր մեծ կամ փոքր աղետների կհանգեցնեն։ Ցավոք սրտի կարծես թե հենց այդ ճանապարհն էլ ողջագրել ենք, ինչպես տեսնում ենք առաջին շաբաթվանից հետո նախընտրական քարոզարշավի։ Ավարտենք այս թեման եւ անցնենք հաջորդ ոչ պակաս աղմկոտ թեմային։ Շարժենք առաջ։ Պայթյուններ Մոսկվայում ավարտվում է արդյոք ռուս-ուկրաինական պատերազմը, ինչպես տեսնում ենք, դեռ ավելի թեժանում է, հարվածներ են հասցրել արդեն թիկունքային եւ կարևոր քաղաքներին, ռուսական զինուժը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Օդեսայի, Դնեպրոյի եւ Խերսոնի բնակելի թաղամասերին եւ այնտեղ գտնվող ենթակառուցվածքներին, ուկրաինական զինուժն էլ իր հերթին հարվածել է Մոսկվայի հատվածներին, մոտակա տարածքներում, այնտեղ թիրախավորվել է թե նավթա վերամշակման գործարաններ, թե բնակելի թաղամասեր, սա կարելի է դիտարկել մի քանի կերպով, կողմերը ցանկանում են մաքսիմալ ճնշման քաղաքականության բերել այն կետին, որ արդեն նստեն բանակցային սեղանի, արդեն ուժային ավելի կարևոր եւ բարձր դիրքերից, մի շարք փորձագետներ միջազգային վստահ են, որ եկող շաբաթվա ընթացքում հնարավոր կարող է լինել արդեն խոսել մի սեղանի շուրջ նստելու մասին Ուկրաինայի եւ Ռուսաստանի, ինչպես լսեցինք Ռուսաստանից հայտարարություններ հնչեցին, որ նրանք պատրաստ են նստել բանակցային սեղանի շուրջ եւ Ուկրաինան էլ կարծես թե դեմ չէր եւ հրաժարվում են կարծես թե Միացյալ Նահանգների միջնորդությունից, որովհետեւ կարծես թե այս ընթացքում տեղի ունեցած միջնորդական դերը այդքան էլ լավ չօգտագործեց Միացյալ Նահանգները։ Սպասվում է Չինաստան, Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան, այնտեղ կարծես թե կարելի է ենթադրել, որ կորոշվի արդեն ապագան ռուս-ուկրաինական հակամարտության։ Նաև նշեմ, որ Եվրոպայում անօդաչու թռչող սարքեր էին հայտնաբերել Էստոնիայի օդային տարածքում եւ հարակից հատվածներում, սակայն հիմնական պայքարը Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև այդ ավելի կարեւոր եւ հաղթողի դիրքեր զբաղեցնելն է, որպեսզի արդեն, ինչպես նշեցի, բանակցային սեղանի շուրջ նստեն արդեն փոքր թե քիչ հավասար կարգավիճակով։ Շատ խոսվում է այն մասին, որ առաջիկա ամիսներին, ամենայն դեպս մինչև աշուն, շատ հնարավոր է, որ Թրամփին հաջողվի Զելենսկուն համոզել դուրս գալ ուկրաինական զորքը դուրս բերել Դոնբասի այն շրջաններից, որոնք դեռ ուկրաինական զինուժի վերահսկողության ներքո են, եւ մասնավորապես շատ նշվում է, որ դա կարող է արվել երկրի ներսում Ուկրաինայի նախագահի եւ նրա ընտանիքի դեմ բացվող քրեական գործերով կոռուպցիայի մասով մասնավորապես, որտեղ Ուկրաինայում ամերիկյան այսպես ֆինանսավորմամբ ստեղծվել է Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի օրինակով մի մարմին, որը զբաղվում է պաշտոնյաների կոռուպցիոն ուրեմն հարցերի բացահայտմամբ եւ հիմա մենք գիտենք, որ այնտեղ մեծ սկանդալ է Զելենսկու շրջապատից մի բարձրաստիճան նախկին պաշտոնյայի շուրջ եւ նաեւ ռուսական մամուլը գրում է, որ առաջիկայում հնարավոր է Զելենսկու կնոջը մեղադրանք առաջադրվի կոռուպցիայի հարցով ու հիմա անգամ խոսք է գնում, որ առաջիկա օրերին հնարավոր է Զելենսկին հայտնի իրենց ամուսնության ավարտի եւ կնոջ հետ բաժանվելու մասին, որպեսզի այդ լուրի տարածումից հետո նրա վարկանիշի վրա որևէ ազդեցություն չունենա այդ սկանդալը, այսպես կարող ենք ասել, բայց նաեւ տեղեկություններ կան, որ ամենավերջում հասնելու է այդ կոռուպցիոն շղթան Զելենսկուն եւ որպեսզի նա, այսպես ասենք, չձերբակալվի, չազատազրկվի, նրա միակ փրկությունը լինելու է քաղաքական լուծումը, մասնավորապես համաձայնել դուրս բերել ուկրաինական զորքերը Դոնբասի այն շրջաններից, որոնք դեռ նրանց վերահսկողության ներքո են, թե ինչքանով է հնարավոր այս սցենարը մինչև վերջ չենք կարող ասել, որովհետև վերջերս նաև շատ գրվեց արևմտյան մամուլում, որ Ուկրաինան հրաժարվում է ամերիկյան աջակցությունից եւ ամբողջությամբ անցնում է Եվրոպայի անվտանգության հովանոցի տակ եւ այսուհետ ուկրաինական բանակին անմիջական օգնություն, ավելի շատ օգնություն տրամադրելու է Արևմուտքը, Եվրամիությունը եւ
կարծես թե հենց արևմուտքին էլ հիմա հենց Եվրոպային էլ ձեռնտու է, որ ուկրաինական պատերազմը շարունակվի, քանի որ դեռ Եվրամիության գլխավոր նպատակը չի իրականացել եւ Ռուսաստանում իշխանափոխություն տեղի չի ունեցել կամ ռուսական տնտեսությունը չի քանդվել։ Այո, շատ վերլուծաբաններ միջազգային հայտարարել էին, որ եթե անցնի եվրոպական մոդելին Ուկրաինան, հնարավոր է մինչև 2030 թվական տեսնենք դեռ պատերազմ, ցանկալի կլիներ շուտապույտ ավարտ տեսնել եւ հիմնական լուծվել այդ խնդիրը, ոչ թե օրինակ 10, 20 կամ 30 տարի հետո կրկին սկսվեր այդ ամենը, որովհետեւ գտնվում է հենց Եվրոպայի կարծես սրտում այդ տեղի ունեցողը եւ շատ կարեւոր է թե Եվրոպայի երկրների համար, թե ասիական, թե մեր տարածաշրջանի համար, որովհետև ինչպես տեսնում ենք մեր հարակից ամբողջ տարածաշրջանի երկրներում կոնֆլիկտային ինչ-որ իրավիճակներ են եւ դա անդրադառնում է հենց մեզ վրա, հենց Իրանի եւ Միացյալ Նահանգների ճգնաժամի պատճառով տեսնում ենք թե ինչպես է ազդել թե գազի, թե բենզինի, թե այլ կարևոր հանածոների կամ առասարակ տնտեսության վրա ցանկալի կլիներ տեսնել վերջապես ավարտը, որովհետև արդեն 4-րդ տարին է, եթե չեմ սխալվում, լրանալու։ Այո, 2022-ի փետրվարից։ Այո, եւ արդեն շատ երկու տնտեսություններն էլ, երկու ասելով թե Եվրոպայի օգնությամբ Ուկրաինայի, թե Ռուսաստանի մաշված վիճակում են գտնվում եւ մարդիկ արդեն հոգնել են պատերազմից, ցանկալի կլիներ վերջապես տեսնել խաղաղություն։ Բայց իհարկե Թրամփը կուզի, որ ինքը կարողանա ավարտել այդ պատերազմը, որովհետև մենք գիտենք նրա նախընտրական գլխավոր խոստումներից մեկն էր մի քանի օրում ավարտել ռուս-ուկրաինական պատերազմը, բայց տեսնում ենք, որ Թրամփը տարուց ավել նախագահի պաշտոնում է, բայց այդպես էլ նրան չի հաջողվում վերջ տալ այս հակամարտությանը եւ միջանկյալ ընտրություններից առաջ Միացյալ Նահանգներում նոյեմբերին տեղի ունենալիք կարծես թե շատ մեծ նվեր կարող է լինել Թրամփի համար, եթե նա հնարավորություն ունենա ավարտել այս հակամարտությունը, վերջնական խաղաղություն կնքել, դա իսկապես կօգնի նաև նրան հավանաբար իր հեղինակության համար, որը հիմա այսպես շատ ցածր է եւ ընտրություններից առաջ կարող է դա օգնել նրան որևէ կերպ բարձրացնել իր հեղինակությունը եւ հաղթել այդ միջանկյալ ընտրություններում։ Այս թեմայի մասին էլ հավանաբար այսքանը ու մեր վերջին թեման մեր լեգենդար մարզիկի Հենրիխ Մխիթարյանի մասին է, վարքյաններ անց կպատմենք։ Հենրիխ Մխիթարյանը կրկին խոսել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին, բայց մինչև դա ես ուզում եմ հայտնել, որ Մխիթարյանը նոր նվաճում ունի մեր լեգենդը պրոֆեսիոնալ կարիերայում 900-րդ խաղն է անցկացրել, դա տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին Ինտերի կազմում, 37-ամյա ֆուտբոլիստը այսպիսով իր կարիերայի ընթացքում արդեն նվաճել է 28 խոշոր գավաթ, այդ թվում Հայաստանի, Ուկրաինայի, Իտալիայի չեմպիոնությունները, հաղթել է Եվրոպայի ու կոնֆերենցիաների լիգաների գավաթը, Անգլիայի գավաթը ու լիգայի գավաթը, Իտալիայի գավաթն ու սուպեր գավաթը եւ 3 կամ առաջի օրը անկեղծ արդեն չեմ հիշում երբ է իր վերջին հանդիպումը Ինտերի հանդիպման վերջում լրագրողը նրան հարցնում է թե ինչ որոշում ունի եւ արդյոք ունի որևէ որոշում թե չէ եւ առաջարկում եմ այդ հատված ուղղակի կարճ լսենք թե ինչ է հարցնում լրագրողը եւ ինչ է պատասխանում Մխիթարյանը Գիտենք, որ դեռ ոչինչ չես որոշել, բայց համենայն դեպս այն, ինչ տեսանք այսօր, դեռևս բարձրակարգ ֆուտբոլիստի խաղ է։ Դու քեզ այդպիսին զգում ես։ Տարիքի հետ կարող եմ ասել, որ ավելի է դժվարանում վերականգնվելը ու խաղալը, բայց բնականաբար ես ամեն ինչ անում եմ բարձր մակարդակի վրա լինելու, թիմակիցներիս օգնելու եւ դեռ խաղալու համար, որովհետեւ խաղալու քաղց ունեմ դեռ։ Այնուամենայնիվ, առաջիկա օրերին կխոսեմ ակումբի հետ, կտեսնենք ինչ անել եւ հետո կորոշեմ։ Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Իտալիայի Ասերիայի առաջնության ավարտին մնացել է ընդամենը 1 խաղ, մենք արդեն գիտենք, որ Ինտերը այդ առաջնության այս տարվա չեմպիոնն է եւ անցած տարվա այդ տևական անհաջողություններից հետո Մխիթարյանի թիմին հաջողվեց այսպես հառնել մոխիրներից, ինչպես ասում են, եւ կարողանալ նորից վերցնել թե Իտալիայի գավաթը, թե Իտալիայի չեմպիոնությունը եւ ըստ էության Մխիթարյանը հիմա իսկապես իր
լավագույն շրջանն է ապրում եւ Փարքի գագաթին է 37 տարեկան ֆուտբոլիստի համար, սա իսկապես շատ մեծ հաջողություն է եւ ինչ որտեղ տրամաբանական կլինի, եթե Մխիթարյանը առաջիկա օրերին, առաջիկա շաբաթներին հայտարարի ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին, չնայած մենք արդեն խոսել ենք, որ հայ երկրպագուներից համար դա այդքան էլ ցանկալի սցենար չէ, մենք բնականաբար դեռ կուզեինք գոնե ազգային հավաքականի կազմում Մխիթարյանին 1-2 խաղ տեսնել անպայման։ Այո, ուղղակի հավելեմ, այդ խաղի ընթացքում նա ճանաչվել էր լավագույն ֆուտբոլիստ, այսինքն 37 տարեկանում նման բարձր մակարդակի խաղ անցկացնելը շատ տպավորիչ է եւ քննարկում է Ինտերի հետ պայմանագրում, որ նա ցանկանում է խաղալ, ոչ թե ուղղակի պայմանագիրը երկարացնել, հենց այդ մասին պետք է քննարկեն եւ հասկանան, այսինքն նա պատրաստակամություն ունի խաղալու, եթե չհաջողվի, հավանաբար այո, կտեսնենք նրա կարիերայի ավարտը այստեղ։ Հունիսին ավարտվում է Մխիթարյանի պայմանագիրը Ինտերի հետ եւ իսկապես մեզ ընդամենը մի քանի շաբաթ է մնացել տեսնելու թե ֆուտբոլի մեր լեգենդը ինչ որոշում է կայացնում եւ ինչ սպասենք առաջիկայում Հենրիխ Մխիթարյանից։ Ավարտենք այսօրվա թողարկումը, շնորհակալություն հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ուշադրության համար, շարունակեք հետևել 21 TV աշխատանքին, 21 TV News-ը շարունակում է ամեն օր առավոտյան ժամը 8-ից գիշերը ժամը 1-ը ամեն ժամյա նոր լրահոսով ներկայանալ ձեզ, իսկ մենք ուղիղ եթերում ենք լինելու նաև վաղը 21 TV News-ի YouTube-յան ալիքում 21 TV Facebook-ի պաշտոնական ալիքում կհանդիպենք, ցտեսություն։ Մինչ նոր հանդիպում։